Քեզ ամբողջ կյանքում խաբել են, դինոզավրերը նմանատիպ ձայն չեն արձակել։ Իրականում այդ լեգենդար մռնչյունը ստեղծվել է ֆիլմի ձայնային ռեժիսորների կողմից։ Նրանք միավորել են առյուծի մռնչոցը, ավանակի դանդաղ ճիչը և փոքրիկ փղերի սուլոցը։ Ահա այսպես է ստեղծվել տիրանոզավրերի այդքան ճանաչելի ձայնը, որը հնչում է մուլտֆիլմերում, ֆիլմերում, տեղադրվում է խաղալիքների վրա, բայց ամեն ինչ փոխվեց ոչ վաղ անցյալում, երբ գիտնականները վերջապես կարողացան վերաստեղծել դինոզավրերի իրական ձայնը։ Արդյունքը լրիվ անսպասելի էր, քանի որ բոլորս մտածում էինք, որ դինոզավրերը կարողանում են մռնչալ։ Բայց փաստը այն է, որ դինոզավրերը ֆիզիկապես ունակ չեն եղել մռնչալու։ Դա հատուկ է կաթնասուններին, իսկ դինոզավրերը կաթնասուններ չեն եղել։ Դինոզավրերի ամենամոտ բարեկամները, որոնք գոյություն ունեն մեր օրերում, թռչունները և սողուններն են, մասնավորապես կոկորդիլոսները, իսկ կոկորդիլոսների արձակած ձայները ցածր հաճախականությամբ են։ Այսպիսով տիրանոզավրերի իրական ձայնը ձայնագրել հնարավոր չի եղել, քանի որ այն ականատեսներին ողջ չի թողել։ Սակայն նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տվել վերարտադրել այն ձայնը, որը մոտավորապես նրանք արձակել են և որը հնչում է հետևյալ կերպ։